Տիկին Լախոյան, մի քանի օր առաջ դուք քաղաքական հայտարարությամբ հանդես եկաք ի աջակցություն Բաքվում հայ գերիների, երեկ նաև Եվրախորհրդարանը հանդես եկավ բավականին կոշտ բանաձևով, շատ ավելի կոշտ կամ նույնչափ կոշտ էին նաև բանաձևի շուրջ քննարկումները, ինչ կարող ենք ասել Կանադայի նոր վարչապետի Քարնիի քաղաքականության մասին, ինչպիսի քաղաքականություն կարող է որդեգրել նա հայկական հարցերում եւ մասնավորապես գերիների հարցում։ Կանադայի նոր վարչապետը երկու օր եղավ ընտրվելուն եւ վաղը officially վարչապետ պիտի լա Justin Trudeau-ն թեր հոսե ուրեմն փոփոխությունը գտնա աստել երկրի արտաքին քաղաքականության վրա։ Սակայն Կանադան ավանդաբար աջակցած է մարդու իրավունքներուն եւ միջազգային օրենքի սկզբունքներուն։ Նոր վարչապետը հավանաբար պիտի շարունակի այս ուղղությունը, որ գտնա ներառել նաեւ Բաքվի մեջ բախվող հայ ռազմագերիներու հարցը ստապար։ Կանադայի արտգործնախարարը Մելանի Ջոլին բավականին հայանպաստ առաքելություն է ստանձնել եւ երկար տարիներ է ինչ շարունակում է այդ քաղաքականությունը, ով կարող է նրան փոխարինել արդյոք ենթադրվում է կառավարության կազմի փոփոխություն եւ արտաքին գործերի նախարարի փոփոխություն եւ առհասարակ խնդրեմ ներկայացնել ինչպիսի շփումներ կան հայ համայնքի եւ Մելանի Ջոլիի միջեւ։ Մելանի Ջոլին ուրեմն անցյալ տարի 22 սեպտեմբեր 2024-ին Կանադայի արտաքին գործոց նախարարնից ուրեմն հայտարարեց, որ Կանադան պահանջած է բոլոր հայ ռազմագերիներու առանց պայմանի ազատ արձակում։ Աննայև գոչրած է ազատ արձակելու բոլոր այն հայերուն, որոնք ցերպակալված են եւ փանդարգված Ադրբեջանի մեջ, Բաքվի մեջ։ Կանադայի կառավարությունը անշուշտ եւ որ Մելանի Ջոլին խոսին Կանադայի կառավարությունը, որ Justin Trudeau-ին կառավարությունն էր եւ Մակարիով պիտի շարունակվի, անշուշտ ամենքը միասին գաշխատին, եթե Մելանի Ջոլի փամասես է, թե որ գուկա մեր վարչապետեն Justin Trudeau-ի կառավարությունն արտահայտած էր իր մտահոգությունը Բաքվի մեջ բախվող հայ ռազմագերիներու առընչությամբ եւ Մակարին եւ Մելանի Ջոլին պիտի շարունակեն Կանադայի կառավարությունը 2023 թվականին գրեթե 4 միլիոնի չափ մարդասիրական օգնություն հատկացուցած էր ի պատասխան Լեռնային Ղարաբաղի մեջ ստեղծված ծանր գացության անշուշտ բավարար չի մեզի համար իբր հայ գուզենք ավելի, բայց ադիգա եղած է եւ կանադական նշանակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ամբողջական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններուն խթանելով երկխոսությունը եւ վստահության ամրապնդման միջոցառումները դարաշրջանին մեջ արդար եւ գայուն խաղաղության հասնելու համար վերջապես անի ուզենք հասնել, բայց սակայն հագարակ այս հայտարարություններուն եւ ֆինանսական աջակցության արգա դերեկությունները չեն բարձր, թե արդյոք այս քայլերը հանգեցած են Բաքվի մեջ բախվող հայ ռազմագերիներու ազատ արձակման ասիգա մեծ հարց է, կարի տաս բոլոր գործունեությունները Բաքվի մեջ համը չի շարժիր գոր, ուրեմն ինչ կրնանգնել, ինչպես կրնանք շարունակել, բայց կգարձեմ, որ եթե նոր կառավարությունը Մակարնիի հետ նույն գործունեությունը պիտի շարունակի եւ կառավարությունը հիմա Մակարնին ասած է, որ իր նախարարները պիտի չեցնե գեսի, քսանի պիտի չեցնե։ So հիմա չեմ գիտեր ով գնա իր դեղ անել, վերջերս Թրամփի հետ շատ զորավոր գեցվածներ գեցավ Մելանի Ջոլին մեջտեղ էր եւ Մելանի Ջոլին հայերու բարեկամուհի է հայերու շրջանի մեջ երեսփոխան է ագամչը միշտ մեզի հետ մեզի գրնագ է մեծ գրնագ է եւ գահավադամ եւ գուսամ անշուշտ որ մնա ադակին նախարար ադակին գործոս նախարար Մենք բազմիցս տեսնում ենք Արցախի եւ Բաքվում ռազմագերիների հարցում հայանպաստ բանաձևեր նաև Կանադայի խորհրդարանի կողմից ըստ ձեզ այդ բանաձևերը ինչ ազդեցություն կարող են ունենալ առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների կոնկրետ քայլերի Կանադայի խորհրդարանի կողմէ ընդունված հայանպաստ բանաձևերը գուցուցածրեն երկրի աջակցություն հայկական հարցերով Քեբեկի մեջ նույնիսկ
Մենք Արցախի համար ինչ մոշներ անցուցինք։ Այդ բանացևերուն ասացությունը գրնա սահմանափակ մնալ անշուշտ, եթե Հայաստանի Հանրապետության իշխանություններու ակտիվ մասնակցությունը եւ միջազգային կառավարություններու հետ համագործակցությունը գրնան ուժեղացնել այս բանացավերուն ասացությունը եւ նպաստելով հայկական շահերու պաշտպանության, բայց նորեն մենք հիմա գրնանք արցական գնել աշխարհի 4 կողմ, հայությունը աշխարհի 4 կողմ մեկ ենք, մենք ոստեղ որ մեկ փամլա հայության մեր արյունը գշարժի եւ շատեր կացին բادرազմենցան աշխարհի 4 կողմեն հայերը մեկ ենք, բայց մենք գնենք ինչ որ ցերկենես գելե ես իբր հայ զակմունքով հայ երեսփոխան իմ ցայնս գարավարություններու ցայները ասպոլոր արցականք են, բայց վերջը Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք պետք է որ այս լիդերշիփ առնեն եւ գերդեն ասարցը իրենք պետք է մեծ ցայնով եւ ուժարդելով մեզ գարենա ոտքի կետին տնել եւ ասել ասի անընդունելի է անանք որ ես կգործեմ բիդի շատ օգնի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը գիտեք հայասեր ենք չիգա հայմը որ գնա թեմ դառնալ իր ասկին հայ ենք անանք որ հայության բզդիկ եղուն կծավի մենք գուլանքոս Արցախի բادرազմին մենք լացինք չբարգեցանք ես կխոսիմ որ արցունք աչքերուս մեջ գծավինք քանի որ իբր անց մենք հայերը իրավունք չունենք իբր անց հայերը ժեսետը վստահաբար ժողովի ընթացքին հիմա մեծ հարցեր կա Թրամփին հետ աս դուրքերու հարցերը համաշխարհային կետնի վրա Ուկրաինայի բادرազմը չեմ հավատար որ պիտի չի խոսին մեկ երկվարգյան մեր հայ innocent պանդարգյաններու մասին անանք որ ինչ որ գբադահի ցեզի հոն Հայաստան Արցախ մենք գծավինք նույն վարգյանին գտնանք ծեր ցավը մեր ցավն է անանք որ միասնապար գահավադամ որ պիտի հասինք բայց ավելի բեկենենք ու ավելի